Կեցեք, ինչ եք ձեներդ գցե։ Կսեն Գյումրեցին հենց ըմբես ձենը գլուխը չի գցե։ Կրիվենելուց էլ ըմբես գենե, որ կողքից նայողի հավեսը կա։ Լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի վառեմ։ Համով հոտով կրվջիներից էր Գայլանովենցը, ուն վառել մարելուց ֆիլմում քանի հոգի վառան, բայց Գյումրեցու հումորը այդպես էլ չմարավ։ Կինոյի հայատներից մինչև ամեն Գյումրեցու տուն ու դուր, հեչ մի անգամ նեղուլեն օրերին հումորը մեզի մենակ չի թողե։ Վստահ եմ, որ բոլորն էլ հասկնան, թե վախտին Գյումրիում նկարահանած ֆիլմերը ինչքան մեծ ազդեցություն են ունեցել Գյումրին որպես հումորի քաղաք դարձնելու հարցում։ Կտորմը երկնքից ուրախ ավտոբուսով այդ հումորը հասավ Եռանկյունի, երկեց հին օրերի երգն ու պարեց մանկության տանգոն։ Ֆիլմերից շատերը ներկայացնեն կորուստի ու դժվար ժամանակներ, բայց սուր միտքն ու հումորը այդ վաղտ այդպես էլ չկորան։ Ըդիկ հոյես չեմ սե։ Դեդիկ մյանը մարդասամանցի ես է։ Գիտեմ, Ջորդանը Բրունոն ես է, դու հմարը վառել են։ Բայց որ լենական ծիեղներ հո չէին վառե։ Օրինակ մեր այդ խոսացած լենական ծիկը լսեցին, որ առաջվա կինոների մեջ եղած հումորը շատ ավելի գրագետ ու լավն էր։ Վաղվա հումորները ավելի լավ էր, քան մի բանները։ Մի բանները չխոր տեսենք մանավանդ որ հաղորդումները գնայց որ կգնին ատորի տագը, սեղնի տագը, բան չես մտածես că դե ինչ հումոր էր։ Ու կմտածես էլի դե հումոր կարելի էր անվանել։ Դե բնականաբար հին ֆիլմի հումորն ավելի լավն է, քան հիմա ժամանակակից ֆիլմերինը։ Որ ֆիլմերն եք նայել։ Մեր մանկության տանգոն, թտենին։ Ու մինչև հիմա էլ նայում եմ մեծ հաճիկով։ Այսօր հենց այդ հումորն է դարձել այցեքարտը Գյումրիում։ Ներկայի հումորն էլ ինչ որ չափ չի զիջվում, բայց ամեն դեպքում հինը դասական է, այդ համն ու հոտը ամեն դեպքում շատ ավելի գերակշռող է ու շատ ավելի լավ է։ Բայց մեր վարյանում սիգե լսենք մեզնից նեղեցող չեղնի։ Մենք բանը ռեստորաններն է վատը չեն։ Մենք շփվում էլ որ ասենք արի տեղա մի բանը։ Քսեմ այդ կինոն նայեք կրը բանը բայց փոքր տարածքի մեջ է հանած հնարավոր է եթե լեռնի մեջ է։ Մինչ դուք ուշադիր կեղնիկ ճանճեք կես մարդուն թե չէ, եկեք հիշենք մեր ճանաչված դեմքերին։ Վերջը հարգանք պատիվ ուր մնաց։ Երգիծանք հումոր պարգևող այդ մարդիկ ընդհանրում ավելի շատ հումոր երգիծանք կարելի շարժումներով դա պարգևել իրաց մոտ կա խորը փիլիսոփայություն իրանց ամեն մի խոսքի մեջ։ Հենց այդ փիլիսոփայությունն է որ մարդ մնում է մարդու հոգում ու երբեք իրան չես մոռանում։ Ֆրունզիկը հայտնի է իր կներեկո դարբարիս համար իմպրովիզացիաներով։ Ֆրունզիկ Մկրտչյանը Միմինոյի մեջ պետք է նկարվի միայն հուրյանոցի տեսարանը կդորը փոքր, այդպես է սցենարով։ Սցենարը այդպես էին գրել։ Հուրյանոցի փոքր կդորը մեկ է ռեստորանում մի քիչ ու փակված էր այդ հարցը, այդքան էր ֆիլմը։ Քանի որ ինքը իր իմպրովիզացիայով բան հեղինակը ու ռեժիսորը տանեն սկսեցին մտածել գրել դե բան երկրծել են բան պահել բայց ինքը իր իմպրովիզացիայով էր խաղում ֆիլմը սկսեց բան արին իսկոն մենք բան հա վերին ուրեմն ես ներկա եմ եղել ինչ որ ասում լրիվ ներկա եմ եղել այնտեղ ես էլ էի նստած Տալիջում դատարանի ժամանակ Տալիջում հանդիսատեսը նստած էր բերել էին որպեսզի փող չտան Դրսից բերել էին սիրողներ, այնպես մարդիկ բերել տարբեր նստել էին Տալիջում։ Երբ որ սկսեց Ֆրունզիկը խոսալ, սկսեց խոսալ, սրանք ծիծաղում էին, չէին կարող։ Ռեժիսորը կանգնեցին որ նորից էր փորձում, նորից ինչը 3 օր դուք չեք պատկերացնել փոխին, մարդկանց փոխելով որ գումարժան չկարողացան։ Վերջը հրավիրեցին տերասաններ, որովհետեւ կարողանան հանրագարել։ Կուզեմ ասեմ, որ մեկ-մեկ փոխել է սցենարը, ավելցրել է իր արտահայտությունները ու հանակեր է նույնիսկ նկարահանումների ամենալարված պահերին, բայց այդ հումորը մենակ էկրանին չի դրսևորվել, կադրից դուրս էլ իր մոտ որակով հումորի պակաս չի եղել։ Մեր Մկրտչյանի կյանքը նաև արկածներով լի է եղել։ Հելա ոչ տոմս ունենք, ոչ բան ունենք, ազնվորեն եմ ասում, ամեն իջանք դեպի գնալիք պրասա 4 հոգով կանգնած են։ Այդ լոջիկներն երկուսը բանով այդ 4 հոգին վայ Ֆրուժան ցավ բան իսկում եք վսոչի գտե բան ուդիս կրակսա ֆրուժը տոմսի էստանենք սա ինչ տոմս մեզ է գալիս հենց ինանց մոտ նստանք հետևը դրանք իջանք ադլեր իջանք մտանք բուֆետ բանանենք ու դիգնանք բանը Սոչի մտանք բուֆետ հո Պետար հայեր են նստած, հայ տղեկ իրաց ընտանիքներով, եկել են ինչ-որ պետերստան Սևցովը բանով, պուչով կանին 6 օրով հանգստանալու ծովի մեջ։
Կբան բան քելեք դուքել, հաշտել վերջումը բարձավ, հաշտել դուքել արեք բան, ամենալավ կայուտան տվին մեզ ինձ ու իրան, գնա բանի միջի։ Գնացինք հետ եկանք, նորից մտանք այդ բուֆետ, նորից բան, դուրս եկանք Երևան, այ սխաճղանի, մի կոպեկ չէր ծախսել, այդ 1000 ռուբլի ջեբում մնաց։ Այդպես հարկված է փրուզին։ Երբևէ մտածել ես Գայլանովենցի հայտնի տերը հնչե հենց իրան բաժին հասե։ Ինչքանոր դերն է հետաքրքիր ըտկանել իրա կերպարի ընտրման պատմությունը։ Իա, Ալբերտ, բարևեց մեզ, բան Ալբերտ, ինչ եղավ, որոշեցիր, ում պիտի նկարես, ասեց հա Գայլա ջան, Սոֆիկոյին պիտի նկարեմ։ Բայ, չեք պատկերացնել ինչ կատարվա։ Դու գնա այ այնտեղ պոստիդ վրա վերընկի։ Ալբերտը նայեց Գայլյային ու ասեց դու ես Գայլա ջան։ Գայլյանը նկարեց։ Գյումրվա հումորի մյուս կարևոր առանձնահատկությունը ինքնահեգնանքն է։ Ֆիլմերի հերոսները մեկ-մեկ խնդանք է իրանց անհաջողությունների վրա, չեն ամճնա իրանց թերություններից ու կռնան նույնիսկ դժբախտության մեջ հումոր գտնին։ Ըդիկ են մշակութային ժառանգությունն է, որ ձևավորվել է քաղաքի պատմության դժվարությունների ու մարդկանց կենսափորձի արդյունքում։ Հումորը միշտ պետք է, այնքան այդպես հումորներ կան, շատ են հումորները։ Հին հայկական ֆիլմերում Գյումրի ներկայացվիկը ոչ միայն որպես քաղաք, այլ որպես յուրահատուկ աշխարհ, իր ապակերով, հարևաններով, բարբառով ու կենսասիրությամբ։ Դոր համար էլ Գյումրվա հումորը մինչև այսօր մնաք արտիական։ Գյումրու հումորը բարևա, վեր է ամենիքից, այո, որովհետև մեր ամենաառօրյա թեգուց ենք ինչքան է տխուր ենք, անպայման հումորը մեջ ու կերնի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելու եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելու երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին ընտրակաշառքների եւ ընտրողների ազատ կամ արտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ պայքարի համար։ Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ այդ պրակտիկան պետք է արմատապես փոխվի եւ մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին, ով ընտրակաշառքների դեմ պայքարի հիմնական լիազոր մարմինն է, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այս մասշտաբի ես չեմ հիշում, որ մենք այս մասշտաբի պայքար ունեցած լինենք ընտրակաշառքների եւ ընտրողների ազատ կամ արտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին աննախադեպ ծավալի աշխատանքի համար։ Իհարկե սա ցույց է տալիս նաև մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք մենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ մտահոգությունս հայտնել հետևյալի հետ կապված, որ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ տենց հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված, մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը ընտրակաշառքների հետ կապված ուղղությունն է, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք դե լավ, դե անցավ ընտրությունները, հետեւաբար ընտրակաշառք տվողները եւ ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ,
որ նրանք ովքեր ընտրակաշարք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, միջև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետքա լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք առաջին հերթին մեր պետությունը պետքա լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Էլի եմ ասում, ընդհանրապես ես հասկանում եմ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն, բայց երբ որ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքական դաշտեր եւ սկսում են ազդեցություն գործել, այդ ժամանակ ոչ մեկ չի հիշում, որ իշխանության տարանջատման սկզբունք կա։ Ես ասում եմ, ընտրակաշարքների նկատմամբ, ընդ որում ամենաթոփ մակարդակից մինչեւ ամենաներքև մակարդակ կա հանդուրժողականություն։ Ես եւ չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդած ընտրությունների ընտրակաշարքի վրա բռնված ոչ մեկ այսօր բանտում չի։ Իրանք կարող մեծ հավանականությամբ դուրս են եկել իրենց գործը, ով որ տիմում բռնվել է, խորհրդանականում է շարունակել, խորհրդանակում շարունակածները շարունակելու են առաջիկա տիմերում։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ միջև հաջորդ խորհրդանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետքա լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություն էլ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ դա այն ժամանակը ձգելու ես մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։ Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետքա լուծվեն։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե առաջիկայում շատ ակտիվ պետքա աշխատենք, իհարկե մինչեւ նոր խորհրդարանի ձևավորումը եւ նոր կառավարության ձևավորումը դեռ ժամանակ ունենք 2 ամիս։ Սա լավ է, որովհետև նախկինում երբեք այդքան ժամանակ չենք ունեցել կառավարություն ձևավորելու համար եւ աշխատանքները կազմակերպելու համար, ես կարծում եմ, որ լավ փուլ է, որպեսզի մենք ամփոփենք նախորդող շրջանում արվածը եւ պլանավորենք առաջիկա անելիքները։ Իհարկե, առաջիկա անելիքների մի հսկա մասը լինելու է այն, ինչ սկսել ենք դրա շարունակությունը։ 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերվել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 24-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 11-ը Հայաստան կուսակցությունների դաշինքին, 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, մասնավորապես 52-ի նկատմամբ կալանք, 48-ի նկատմամբ տնային կալանք, 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում 20-ի նկատմամբ վարչական հսկողություն, 100-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Բացի այդ, 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով։ Նույն ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից մշտադիտարկվել են 73 լրատվական եւ 27 սոցիալական կայքերի հրապարակումներ։ Շտաբի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների հատկանիշներ պարունակող 47 ահազանգ, որից 12-ը
դպրոցը թեժ գիծ ծառայության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ եւ խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ եւ զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։ Նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաև ընտրական գործընթացներին առնչվող հարցեր են քննարկվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակության հանդիպմանը։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը։ Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։ Մեր երկրում է անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Ժակի Պասանովի գլխավորությամբ։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչներին ընդունել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը ողջունել է հյուրերին, մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարևոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Զրուցակիցները քննարկել են նաև նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին ժամը 11։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նշելով, որ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստան կուսակցության, Միասնության թևեր կուսակցության եւ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից։ Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել։ Շիրակի մարզի թվով 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւս որևէ քաղաքական ուժից վերահաշվարկի դիմում չեն ստացել, բայց թիվ 30 եւ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ են իրականացրել սեփական նախաձեռնությամբ։ Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերում։ Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ազգային ժողովը։ Այն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 90-րդ հոդվածով։ 8-րդ գումարման ազգային ժողովը լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, իսկ հերթական խորհրդարանական ընտրությունն անցկացվում է հունիսի 7-ին։ Սա նշանակում է, որ գործող ազգային ժողովը կարող է շարունակել իր լիազորությունները մինչև օգոստոսի 2-ը, եւ ըստ ազգային ժողովի ժամանակացույցի հունիսի 16-ին մեկնարկելու է դեռևս 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական վերջին քառօրյան։ Մինչ այդ խորհրդարանում քննարկման իրենց հերթին են սպասում նստաշրջանի օրակարգ ընդգրկված մի քանի տասնյակ նախագծեր, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին զեկույցը։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 8-ից։ Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է. Հերթական ընտրության դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։ Ասել է, թե 2026 թվականի օգոստոսի 2-ին սահմանադրությամբ ամրագրված դրույթի համաձայն պետք է տեղի ունենա նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացումը։ Ի դեպ օգոստոսի 2-ը կիրակի է, բայց խորհրդարանը պարտավոր է կատարել սահմանադրությամբ ամրագրված պահանջը։ Մեծ այդ զրույցում հաստատեց ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը։ Նա նաև ընդգծեց, ներկա խորհրդարանը կշարունակի իր գործունեությունը, կքննարկվեն նաև նախորդ քվորումի բացակայության պատճառով չկայացած քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը։ Սահմանադրության 90-րդ հոդվածի հաջորդ կետի համաձայն, եթե մինչև գործող ազգային ժողովի լիազորությունների ավարտը նոր խորհրդարան չի կազմավորվում, ապա գործող ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է, իսկ նոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված առաջին նստաշրջանի բացման պահին։ Վարդուհի Արզումանյան։ Ինչ է փոխվել Հայաստանում վերջին 8 տարիներին։ Ծրագրեր, որ փոխեցին Հայաստանը, երկրի զարգացման ընթացքն ու տեմպը։ Թվեր եւ փաստեր առանց մեկնաբանության, կառավարությունը քաղաքացու կողքին։
Հայաստանի Հանրապետության կառավարության, Firebird ընկերության եւ Nvidia-ի համագործակցությամբ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում առաջին արհեստական բանականության տվյալների կենտրոնը։ Ծրագրի բյուջեն 4 միլիարդ դոլար է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 4.5 միլիարդ դրամ է հատկացրել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչի ձեռքբերման համար։ Ինժեներական քաղաք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդրումային ծրագրի բյուջեն 21 միլիոն դոլար է։ 10.5 միլիոն դոլարը ֆինանսավորում է կառավարությունը։ 16 միլիոն դրամ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սեփական տուն կառուցելու համար։ Կառավարության աջակցությամբ մինչև 2027 թվականի ավարտը 3736 ընտանիք կունենա սեփական տուն։ 2179 զինծառայող մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականին 18 թվականի համեմատ գրեթե 130%-ով ավելացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջեն։ Պաշտպանական ծախսերը 18 թվականին կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 26 թվականին 563 միլիարդ դրամ։ Կառավարությունը 2022-ից ի վեր շուրջ 170 միլիարդ դրամ է ուղղել տեղական ռազմավարությունաբերական համալիրի զարգացմանը եւ տեղական արտադրողներից սպառազինության ձեռքբերմանը։ Կառավարությունը նոր ռազմամթերք եւ սպառազինություն է ձեռք բերել 7 երկրից։ Կառավարությունը 2023-ից 26 թվականներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ գումար է ծախսել, քան այդ նպատակով ծախսվել է 1998-ից 2018 թվականներին։ Ղարաբաղից տեղահանված 28232 անձ ստանում է կենսաթոշակ եւ նպաստ։ Բնակապահովման ծրագրին դիմել է 12265 ընտանիք։ Արդեն հավաստագիր է ստացել 6193 շահառու, որից 2857-ն արդեն ձեռք է բերել կամ սկսել է տուն կառուցել։ Կառավարությունը Երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրում է 4 միլիոն դրամ։ 2018 թվականին Հայաստանի արտահանումն ու ներմուծումը միասին կազմել են 7.4 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին 21.4 միլիարդ դոլար։ 2018 թվականին արտահանումն ընդհանուր արտադրաշրջանառության մեջ կազմել է 32.4%, իսկ 25 թվականին 39.3%։ 2025 թվականին 2018 թվականի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 250%-ով։ 18 թվականին Հայաստանն արտահանել է 2.4 միլիարդ դոլարի, իսկ 25 թվականին 8.4 միլիարդ դոլարի արտադրանք։ Առողջապահության բյուջեն 2018 թվականի համեմատ աճել է 106%-ով, 18 թվականի 79.6 միլիարդ դրամից 25 թվականին հասնելով 164 միլիարդ դրամի։ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը վերակառուցել, կառուցել կամ վերազինել առնվազն 50 առողջապահական կազմակերպություն։ Կառավարությունն այս տարի ներդրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Նվազագույն կենսաթոշակը 2026 թվականին 18 թվականի համեմատ բարձրացել է 187.5%-ով։ Կենսաթոշակառուները 2026 թվականի ապրիլի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից ստանում են մինչև 20%-ի չափով հետվճար։ Միջին աշխատանքային կենսաթոշակի եւ անկանխիկ գործարքներից տրվող հետվճարի միջին չափի հարագումարն առաջին անգամ բարձր է մեկ շնչին բաժին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղից։ 2025 թվականին կառուցված ճանապարհների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է 168%-ով, ավելի քան 2.5 անգամ։ 2025 թվականին հանրապետությունում կառուցվել, վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 504 կիլոմետր ճանապարհ։ 2018 թվականից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է 280,000 աշխատատեղ։ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է ուշադրություն 1976%-ով, մոտ 21 անգամ։ 2025 թվականին կառավարությունը ֆինանսավորել է 33 միլիարդ 635 միլիոն դրամից սուբվենցիոն ծրագրեր։ 2026 թվականի ավարտին շահագործման կհանձնվի կառուցված եւ հիմնանորոգված 500 մանկապարտեզ եւ 308 դպրոց։ Հայաստանի 244 բնակավայր առաջին անգամ կունենա մանկապարտեզ։ 2025 թվականին Հայաստանը ժամանել 37%-ով ավելի զբոսաշրջիկ, քան 2018 թվականին։ Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, որ արձանագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքերի եւ ելքերի դրական տարբերությունը՝ 8660 մարդ։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում 91.3%-ով աճել է հյուրանոցների քանակը։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին շինարարության ընդհանուր ծավալն աճել է 86%-ով։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում շահագործման է հանձնվել 680%-ով ավելի քառակուսի մետր բնակելի տարածք։
2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 88%-ով։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան աճել է 116%-ով։ 2018 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6%, 2025 թվականին 9.1%։ 2018 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է շուրջ 128.6%-ով։ Միջազգային արժութային հիմնադրամի հետազոտությունների համաձայն Հայաստանում ստվերային տնտեսությունը 2018-ին կազմում էր հնայի շուրջ 35-ից 40%-ը։ Վարչահարության եւ թվայնացման արդյունքում ստվերի մակարդակը կրճատվել է, հասնելով հնայի շուրջ 20-ից 22%-ի սահմաններին։ 8 տարի հազարավոր ընտանիքներ, հարյուրավոր ծրագրեր, միլիարդավոր ներդրումներ։ Հայաստանի Հանրապետության զարգացման մասին կարելի է տարբեր կարծիքներ ունենալ, սակայն թվերը մեկ առանձնահատկություն ունեն։ Դրանք խոսում են փաստերով։ Սրանք վերջին 8 տարիների արդյունքներն էին թվերով եւ փաստերով։ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հական Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով Թուրքիան ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում։ Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի հիմնավոր մտահոգությունները պետք է լուծում ստանան։ Ֆիդանը հավելել է, կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար բացել է հնարավորությունների հստակ պատուհան եւ Թուրքիան կանի հնարավոր ամեն բան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Դիվանագետը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Նրա խոսքով վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Վրաստանի արտգործնախարար Մակաբոճորիշվիլին նույնպես ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկան։ Նրա խոսքով Թբիլիսին կողմ է շուտապույտ կերպով տարածաշրջանում խաղաղության պաշտոնական հաստատմանը։ Դա ըստ Բոճորիշվիլու կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։ Նա նաև կարևոր է համարել Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորումը։ Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել TRIP նախագծի իրականացման շուրջ։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է լուծել մի շարք կարևոր հարցեր։ Եռակողմ հանդիպումից բացի երկկողմ հանդիպում է կայացել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, տարածաշրջանային եւ միջազգային գործընթացները, այդ թվում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերը։ Փոխադարձ հարվածներից հետո Իրանը եւ Իսրայելը հայտարարել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Իրանի զինված ուժերից հայտնել են, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում Լիբանանի հարավում, ապա Թեհրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ իր երկիրը չի ընկրկի ոչ մի սպառնալիքի առջև։ Նրա խոսքով Թեհրանը չի լքել ոչ ռազմադաշտը, ոչ էլ բանակցային սեղանը։ Իսրայելական լրատվամիջոցներն էլ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավում գործողությունները կշարունակվեն, եթե Հզբոլահը հարվածի Իսրայելին։ Սյուզաննա Չրաղյան։ Բացի Բաբաջանյան, Կոմիտաս, խաղաղության փողոցներից Սևան քաղաքում մեկնարկել են Ելենովկա բարեկամություն Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են 660 գծամետր տարածք։ Հիշյալ փողոցներում օրախնդիր էր ասֆալտապատում իրականացնելը, որը նաև ներառված է համայնքային ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում։ Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53 միլիոն 572 հազար 700 դրամ, բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար 66 միլիոն 592 հազար 620 դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար 111 միլիոն 312 հազար 640 դրամ, կառավարություն համայնք 50% համաֆինանսավորմամբ։ Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը Ճանշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է։ Ելենովկա բարեկամություն Աշոտ Երկաթ փողոցներում հիմնանորոգման աշխատանքները ներառում են շինարարական մի շարք բաղադրիչներ։ Արդյունքում եւս 3 փողոց կդառնան ներկայանալի, հարմարավետ ու անվտանգ, լրացնելով համայնքապահպան ծրագրերի շարքը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Արմեն Ղուկասյան։
Ագարակ մաքսային անցման կետում Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր։ Խցիկում արկա բարձերի միջից հայտնաբերվել է 143 կապ բնական մազ 26 կիլոգրամ քաշով։ Ոչորնական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը առգրավվել։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերի աճ է նկատվում։ Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք։ Փորձ է արվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ներմուծել ընդհանուր 621 կապ մոտ 136 կիլոգրամ բնական մազ։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարել սահմանով տեղափոխվող ապրանքները եւ զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։ Հունիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4313 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 138 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 113 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշ հետ կապված 16, ճամրակապված վարելու 576, առանց մանկական նստատեղի քարսիտի 28, վարելու ընթացքում ծխելու 509, վարելի սեռախոսից օգտվելու 271, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 77 եւ 1665 այլ իրավախախտում, 97 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 137-ը տեխնիկական զննություն չանցած, 114-ը լուսարձակների անսարքությամբ, 26-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 85 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16078 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 239 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 453 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 102, ճամրակապված վարելու 4543, առանց մանկական նստատեղի քարսիտի 314, վարելու ընթացքում ծխելու 676, վարելի սեռախոսից օգտվելու 796, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 50, արագության գերազանցման 2345 եւ 4666 այլ իրավախախտում, 251 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 962-ը տեխնիկական զննություն չանցած, 371-ը լուսարձակների անսարքությամբ, 263-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 16 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժինները տարվել 39 անձ։